Բարև բոլորին, այսօր իմ երկրորդ օրն է, որ մենք պետք է վիդեո նկարենք, այսինքն այսօր երկրորդ կիրակին է։ Նախքան նվեր ներկայացնելը ու ասելը, թե մենք ուր ենք գնում, այնքան շատ մարդիկ են ուզում ներգրավեն ու մասնակցեն։ Բավական մեծ արձագանք ստացավ, անգամ դեռ իմ առաջին վիդեոն չհրապարակած, ես արդեն ունեմ հրավեր բակերից։ Եկել եմ ես դիմավորի։ Ու ես ազատվում եմ երեխաներին փնտրել ու գտնելուց։ Երեխաները հիմա արդեն պատրաստի սպասում են իրենց բակում։ Ես մեռա։ Բարև ձեզ։ YouTube-յան այս ալիքը դեռ չսկսած, այնքան շատ արձագանք գտավ այս բակային խաղերը, շատ ոգեշնչող է, որ արդեն մարդիկ իրենք են ցանկություն հայտնում ստացնել իրենց բակերում խաղեր կազմակերպելուց։ Դուք իշքան կնաք գաք։ Մեր հայատի դռները միշտ էլ ձեր համար բաց են։ Ռոբրեք շատ երեխեք։ Ինչպես տեսնում եք, բավական շատ երեխաներ են ցանկացել մասնակցել խաղերին, եւ երբ իմացան, որ ամբողջ արտվող թիմով պետք է լքեն խաղերը, շատ էին տխրել։ Քանի որ թիմերից մեկը մեկ խաղացողով պակաս էր, իրենք ցանկություն հայտնեցին, որ մեկի փոխարեն ես լրացնեմ, եւ ես ցախողեցի ու հաղթեցին մյուսները։ Միայն տեսեք, թե ինչ գեղեցիկ հույզեր են ապրում, թե ինչպես են իրենք թիմերով աշխատում եւ ինչքան են ուրախանում իրենց փոքր հաղթանակներից։ Այ հենց սա էր իմ ուզածը։ Եվ քանի որ մեզ նորից պակասում էր եւս մեկ հոգի, հավասարությունը վերականգնելու համար, ես կանչեցի այն տղային, ով կադրից դուրս շատ փորձել էր մեզ օգնել կազմակերպչական հարցերում։
Գնդակից փախնողների թիմը բավական երկար խաղացին ներսում և չէին պարտվում, այդ իսկ պատճառով մի որոշ ժամանակ անց ես որոշեցի հաշիվ պահել և մինչև 10 հաշվել, իսկ եթե այդ ընթացքում չկարողանան խփել, որևէ մեկին հանել դուրս, ուրեմն կպարտվեն խփողները։ Տեսնում եք ինչ համով, արգումենտալ և հետաքրքիր խաղ է։ Այստեղ շատ հետաքրքիր ստացվեց, քանի որ մինչև այս չէին կարողանում հանել ներսի թիմին, իսկ հենց սկսեցի հաշիվ պահել ու հաշվել մինչև 10, իրար հետևից ամբողջ թիմին հանեցին դուրս։ Եվ տոնում են բացարձակ հաղթանակ։ Ահա և մեր ավանդական դարձած կլասը, որի մասին անգամ գաղափար չունեն այս սերնդի երեխաները, և իրենց շատ դժվար է տրվում այն խաղալը։
կրկին եւ կրկին երեխաները չեն կարողանում գլուխ բերել այս խաղը եւ դրա համար մենք որոշեցինք վարվել այսպես. Ով ավելի շատ կհասնի ավելի մեծ թվի, նա էլ կլինի հաղթողը, բայց ինչպես տեսնում եք, ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվում։ Ոչ կարողանում են քարը ճիշտ նետեն, ոչ էլ կարողանում են նետելուց հետո ընդհանրապես ճիշտ խաղալ։ Չէ, երկու ոտով չէ։ Երկացով իրա հետը դուրս է լավ։ Ահա, չկպնես ավել։ Մեկ մի ոտի վրա։ Ավել, մի ոտի վրա։ Չէ։ Դե ինչ, ավելի լավ է խաղանք տաք կարտոֆիլ։ Իդեպ, քանի դիտում եք խաղը, ես կուզեի ձեր հետ կիսվել մի բանով, կլասի հետ կապված շատ տհաճ միջադեպ եղավ, որի մասին չեմ ուզում այս վիդեոյում խոսեմ, բայց եթե հետևեք իմ կարճ վիդեոներին, ես անպայման դրա մասին առանձին խոսելու եմ։ Սուսուտ։ Բրտեք, արագ։ Տեսեք, թե ինչ ազնիվ են գյումրեցի երեխաները։ Աղջիկը մտածում էր, որ եթե խաղին մասնակցում են 5 հոգի եւ ներսում գտնվում է ինքը իր եղբոր հետ, ուրեմն անարդար է մյուս երեխաների նկատմամբ եւ իրենց հնարավորությունը կրկնապատկվում է մրցանակը շահելու։ Եվ իր կարծիքով դա անարդար էր, բայց ասեմ, որ ամեն ինչ շատ արդար է եղել եւ իրենք կարողացել են հասնել վերջին փուլին։ Սուսուտ, երեխեք, սուսուտ։ Արագ, մի քիչ արագ։ Կամեն ենք ուրախ բերել։ Բրտեք, արագ։ Արագ, այդպես, վալեբոլի նման խաղացեք։ Վալեբոլի նման։ Շուտ։ Գրեցի՞ր։ Չմոռանաք սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել եւ մեկնաբանությունների բաժնում գրել ինչ կարծիք ունեք այս ամենի մասին։